Հրապարակ թերթը գրում է. Երեքովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը համաձայնեցին Էդմոն Մարուքյանի առաջարկին, որ իմպիչմենտի գործընթացում Մարուքյանի թեկնածությունը փոխարինեն Միքայել arczepiskopos Աջապահյանով։ Եռյակի շախմատային քայլն իրարանցում առաջացրեց ընդդիմադիր խմբակցություններում։ Մայրաթոռում ծավալված դեպքերին զուգահեռ Հայաստան խմբակցությունը սկսեց քննարկել այդ հարցը։ Երեկոյան հայտարարեցին, որ պատրաստ են 28 падգամավորի ստորագրություն տալ Աջապահյանի թեկնածությանը։ Ասացին, որ ընդդիմադիրները հեշտ չեն կայացրել որոշումը, սակայն Աջապահյանի եւ իմպիչմենտի գործընթացի նկատմամբ վերապահումները մի կողմ են թողել եւ համաձայնել ստորագրել այդ նախաձեռնության տակ։ Սրբազանը ժամանակին քննադատել է թե Սերժ Սարգսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին, համարելով, որ նրանք խանգարում են իշխանափոխությանը։ Փոխարենը պատիվ ունեմ խմբակցությունը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ ուշ երեկո անհետացել էին։ Ասում են, որ Սերժ Սարգսյանի հետ կապ չեն կարողացել հաստատել։ Այն թիմը, որն ամիսներով տերորի է ենթարկել քաղաքական դաշտը, թե չեք միանում իմպիչմենտին, երբ պարզվեց մյուս խմբակցությունը միացել է, չգիտես ինչու լռում էր։ Ավելուշ Միքայել Սրբազանը հայտարարեց, թե խնդրում է իր անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում եւ դրանով փրկեց Սերժ Սարգսյանին, որը Սրբազանի հայտարարությունից հետո հանկարծ հայտարարեց, թե միանում է նրա թեկնածությանը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու եկեղեցու դեմ սկսած արշավը մինչև վերջ իրագործելու համար։ Թերթի տեղեկություններով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի ձերբակալությունը հոգևորականների շրջանում վերջինը չի լինելու։ Առաջիկայում այն լայն թափով շարունակվելու է։ Թերթի տեղեկություններով Փաշինյանը չի նահանջելու, իր նպատակը Գարեգին II-ին Բեհարանից հեռացնելն է ամեն գնով, եւ նա որոշել է կանգ չառնել։ Աջապահյանի մեկուսացնելն արդեն իշխանականների համար հզոր հաղթանակ էր, ու Փաշինյանն իր թիմին ասել է, որ վեհափառին հեռացնելու ծրագիրն արդեն մոտ է ավարտին։ Ըստ այդմ նախ կկալանավորեն վեհափառի մտերիմ շրջանակի հոգևորականներին, թիրախում Արշակ Սրբազանն է եւ Գուգարաց թեմի առաջնորդը, ինչից հետո ըստ Փաշինյանի սցենարի վեհափառը ինքնակամ կհեռանա։ Հակառակ դեպքում կաթողիկոսն էլ բանտում կհայտնվի։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է. 3 անապ երկնքում ամպրոպի նման պայթեց Վրաստանի նախկին նախագահ Միխայել Սաակաշվիլիի գրառումը, թե Հայաստանը հաշտության պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ եւ պատրաստվում է բացել սահմաններն ու դեսպանատները։ 3 եղավ նաեւ մեկ այլ ուշագրավ հաղորդագրություն, այս անգամ պաշտոնական։ Ստամբուլում հանդիպել են Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը եւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը։ Հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններ։ Սա իր հերթին ուշագրավ է Հայաստանի էլեկտրական ցանցերը Սամվել Կարապետյանից խլելու քպական փորձերի եւ Թուրքիայի Հայաստանի ատոմակայանը փակելու հետեւողական պահանջների ֆոնին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. դատախազությունը հասել է ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Կարլոս Պետրոսյանի գույքին։ Հունիսի 26-ին հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը գլխավոր դատախազության պահանջով ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն գեներալ Կարլոս Պետրոսյանի հարազատների եւ փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։ Պատասխանողների թվում են նախկին փոխարտգործնախարար Իսպանիայի թագավորությունում նախկին դեսպան Աբետ Ադոնցը, որը Պետրոսյանի խնամին է։ Նրա 2 որդիները, որոնցից մեկը Նարեկ Ադոնցը Կարլեն Պետրոսյանի փեսան է, Կարլոս Պետրոսյանի դուստրը Աստղիկ Պետրոսյանը, մի շարք այլ անձինք։ Գործով դատավորը հակակոռուպցիոնի դատավոր Վահե Գրիգորյանի ընկեր Կարապետ Բադալյանն է, Հրանուշ Խառատյանի աղջկա ամուսինը։ Կարլոս Պետրոսյանը Թավշյա հեղափոխությունը ողջունողներից էր։ Նրան 2004 թվականին պաշտոնից ազատեց Ռոբերտ Քոչարյանը։ Ազգային ժողովի վերջին ընտրություններից 2021 թվականի հունիսի 20-ից առաջ նա իր հարցազրույցներում կանխատեսում էր Նիկոլ Փաշինյանի հաղթանակն առաջիկա ընտրություններում, ասելով, որ եթե հասարակությունը տեսնում է, որ իշխանության են ձգտում նախկինները, ապա կքվեարկեն Փաշինյանի օգտին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Հայաստանի էլեկտրացանցերը ազգայնացնելու անվան տակ Սամվել Կարապետյանի սեփականությունը խլելուց առաջ իշխանությունն առաջիկայում էժանագին շոուներ կբեմադրի Հայաստանի էլեկտրական ցանցի վատ աշխատանքի քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների սցենարով, որպեսզի հող ստեղծի բիզնես խլելու համար։ Գրում է թերթը։